Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, սիրելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, իհարկե լավագույն միջոցը կուտակել նեգատիվ սոցիալական էներգիա, փորձել վերցնել բոլոր տեսակի էմոցիոնալ խնդիրները, փոխկապակցել միմյանց, նույնիսկ շատ դեպքերում հարստականորեն եւ ստեղծել մի իրավիճակ, որ որևիցե այլ ելք, քան այս ծայրահեղ ծանր իրավիճակից դուրս գալու համար բան չստեղծվի։ Տեսեք, Արցախը, անհետ կորածների խնդիրը, ներդրումների անվտանգություն, տարածաշրջանային անվտանգություն, հին եւ նոր բաները սա գումարել են իրար եւ գալիս են ասում են մենք ստեղ խնդիր ունենք եւ այդ խնդիրները պետք է լուծենք։ Եվ Սարմանը ինչ-որ մեկը չմեղադրեց նաև Քենեդիի սպանության մեջ, որովհետև բոլոր հարցադրումները գնում էր դեպի, ասենց ասեմ, քիչ լրջից դեպի առավել անլուրջը։ Ինչևէ, ամենամեծ խնդիրը, որը փորձում են մեր ընդդիմադիր գործընկերները այստեղ ծավալել, հետևյալն է. արկա է խնդիր եկեղեցու եւ պետության միջև։ Ժորժ ջան, եկեղեցու եւ պետության միջև խնդիր չկա, կոնֆլիկտ չկա։ Դա առնվազն անհետեցություն է նման դատողություններ անելը։ Օրինակ, չգիտեմ, արգելվել է իշխող խմբակցության ներկայացուցիչներին եկեղեցի գնալ, աղոթել, թե վարչապետը օրինակ ասում է, որ մենք բացարձակապես որից առնչություն չենք ունում եկեղեցու հետ ունենանք, չէ, ամեն օր մենք ստանում ենք առնվազն մեսիջներ, որոնք հղում է կատարվում նոր կտակարանի վրա, ինչ օրինակ եկեղեցու կողմից չենք տեսնում։ Հիմա հարցը հետևյալն է, տեսեք, շատ հստակ հարց է ձևակերպված, պարոն Խաչատրյան լավ է, որ վերադարձավ, պարոն Խաչատրյան, օրինակ, ի վերջո, տեսեք, եթե ինչ-որ ինֆորմացիա են ասում, հստակ, ասում են, մենք համարում ենք, որ այս մարդը խախտել է այսինչ արգելքը։ Հիմա կամ հելեք ասեք, դա լկտի սուտ է, նման բան չկա, դա զրպարտություն է, դրա համար պատասխան եք կրելու, կամ ընդունեք դա, բայց ասել, գիտեք ինչ կա, դա ձեր գործը չի, դուք դրանով մի խառնվեք, դա սխալ հարցադրում է, դա առնվազն իմ կարծիքով վիրավորական է բոլորիս նկատմամբ, թե հավատավորների, թե բոլոր նրանց, ով պետական պաշտոն է զբաղեցնում։ Հիմա ասեմ, ինչու այդ հարցադրումը ես կարող եմ տամ այս ամբիոնից, որովհետև Հայաստանի Հանրապետության թե սահմանադրության, թե սահմանադրական ավանդույթի համաձայն երկու սուբյեկտ իրավունք ունի ազգային ժողովի, նորընտիր ազգային ժողովի առաջին նիստում հանդես գալու։ Հանրապետության նախագահ, տրադիցիոն եւ ամենայն հայոց կաթողիկոսը։ Դա մի իրավունք է, որը վերապահված է ոչ թե սրան, նրան եւ այլն, դա վերապահված է ամենայն հայոց կաթողիկոսին։ Եվ արդյոք մենք իրավունք չունենք դնել նման հարցադրում, որ վեհապար տերը պետք է համապատասխանի այն չափանիշներին, որի հիման վրա վերջինս կարող է դառնալ ամենայն հայոց կաթողիկոս եւ հանդես գալ ուղերձով։ Էլ չեմ ասում Հանրապետության նախագահի երդման ընթացակարգի մասին, որը կրկին սահմանադրական ավանդույթի ուժով ձեռքը դնում է ոչ ավել ոչ պակաս սահմանադրության եւ վեհամոր, այսինքն վեհապարի վեհամոր ավետարանի վրա։ Եվ բարձրապես հարցերը մեզ ուզում են եւ այս հարցերը պատասխան չեն ստանում։ Իհարկե շատ հեշտ է փորձել ամեն ինչ կապել իրար հետ եւ ասել, որ գիտեք դուք արշավ եք սկսել եկեղեցու դեմ։ Եկեղեցու դեմ արշավ սկսել չկա։ Եկեղեցիներ են քանդվում, չէ։ Արգելում են կրկին անգամ ասեմ պետ ծառայողներին եկեղեցական արարողությունների մասնակցել, ոչ, ընդհակառակը խրախուսվում է, ընդհակառակը դրա մասին խոսում ենք ամեն օր։ Բայց եթե կա խնդիր, դրա մասին պետք է խոսենք, բայց իմ ամենամեծ խնդիրը դաշնակցության հետ, գիտեք ինչու՞մն է։ Ժորժ ջան, լավ, այս ազգայնացման գործընթացը ինչ է քննադատում։ Դուք սոցիալիստական ուղղվածության կուսակցություն եք։ Դուք մշտապես կողմ եք եղել նրան, որ ռեսուրսները, հողը, ջուրը, ենթադրում եմ նաև էներգետիկան պետք է գտնվի հասարակության վերահսկողության ներքո, ինչու դրա մասին չեք խոսում։ Ինչու եք քննադատում այս գործընթացը։ Պարզապես դեք ինչ նավատ է, այնքան իրարամերժ մարդ է հավաքվել ձեր շուրջ, որ դուք էլ չեք հասկանում, որ ճանապարհով կարելի է ընթանալ առաջ։
Հա, ամենաանհեթեթ բանը, որ ասում եք, տեսեք, աշխարհաքաղաքական ինչ զարգացումներ են տեղի ունենում։ Տեսեք, Իրան-Իսրայել հակամարտությունը, դա ձեզ ոչինչ չի ասում, ասում է։ Ձեզ ասել է Էրդողանը, որ դուք նման բան եք, հարեք անկեղծ եք, Էրդողանին լրիվ մեկ է, թե Հայաստանում կաթողիկոսի հետ կապված ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Եկեք չգերագնահատենք մեր դերակատարությունը եւ ասել, որ գիտեք Էրդողանի պահանջն է կատարում դրա համար այսպիսի իրավիճակներ ստեղծում առնվազն անլուրջ է եւ որևիցե եղանակով, չէ, մի բան կա։ Հասկանալի է, չէ։ Դա կկուտակի նեգատիվ սոցիալական էներգիան։ Էրդողան անունը կդնեք, կողքը կդնեք Ալիև, կողքը կդնեք Դավաճան, Սրբապիղծ եւ այլ բառերը եւ սա ըստ էության կձևավորվի էմոցիոնալ հենք որոշակի գործընթացներ ծավալելու համար։ Հիմա ազգայնացման բուն գործընթացին։ Գիտեք, ուրեմն պարոն Խաչատրյանը շատ լավ կիմանա, որ Լատինական Ամերիկայում, Կենտրոնական Ամերիկայում երևի թե 10-րդ դարի վերջից, 20-րդ դարի սկզբից առավել հավանականորեն ստեղծվեց այսպես կոչված United Fruit Company-ն, որը սկսեց զբաղվել ոչ ավել ոչ պակաս բանանի վաճառքով։ Եվ այն աստիճան էր հզորացել այդ երկրներում, մասնավորապես Հոնդուրասում եւ այլ երկրներում, որ երկրները սկսեցին անվանել կրկին ոչ ավել ոչ պակաս բանանային հանրապետություններ կամ banana republics։ Եվ այդ իրավիճակում ես ունեմ հետեւյալ հարցադրումը, կապված այսպես կոչված կրիտիկական ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության հարցում։ Տեսեք, եթե դու ըստ էության օտարում ես, մասնավորացնում ես այն ամեն ինչ, որ քո պետության կրիտիկական գոյության համար անհրաժեշտ է, եւ քո մոտ ձևավորում են կառույցներ, որոնք ավելի հզոր են կամ փորձում են տպավորություն ստեղծել, որոնք շատ ավելի հզոր են, քան պետությունը, արդյոք դու չես վերածվում բանանային հանրապետության։ Եվ արդյոք օրինակ իմ դաշնակցական գործընկերներին, սոցիալիստական ուղղվածության կուսակցության ներկայացուցիչներին չի ուզում կամ չի հետաքրքրում, թե ինչպես եւ ոնց ազգային ունեցվածքը, ազգային արժեքը վերադառնա ազգային վերահսկողության ներքո։ Ի վերջո, մենք ունենք մի իրավիճակ, երբ դեռևս 2002 թվականին հեծը օտարվել է։ Ընդ որում, եթե Ժորժ ջան ուշադրություն դարձեք, Արգլիսում կա, նաև քաղաքացիներն են դնում։ Մի հատ նայեք այդ օտարման գործընթացները, էլի։ Սկզբից ինչ-որ Midland ընկերությանը, այնուհետև մեկ այլ ընկերությանը 2006-ին, այնուհետև երրորդ ընկերությանը։ Հիմա էլ այս ընկերությունը հեծի տերը, իրականում, տեսեք, երկու ընկերություններ կան։ Մեկը Հայաստանի ռեզիդենտ է, մյուսը կիպրոսական ընկերություն է, կասեք, ներդրումներ։ Հիմա Ժորժ ջան, արեք այս թվացial ներդրումների մասն է խոսանք, էլի։ Այսինքն ինձ ոչինչ չի խանգարում այսօր գնալ օրինակ Կիպրոսում գրանցել մի ընկերություն, բերեմ այն այստեղ ձեռնարկություն ծավալել այդ ընկերության հովանու ներքո եւ ասեմ սա օտարերկրյա ներդրում է։ Եվ մենք խոչընդոտում ենք օտարերկրյա ներդրումների իրականացմանը։ Չի կարելի անընդհատ մանիպուլացնել հանրության կարծիքը։ Ժորժ ջան, քրիտիկական ենթակառուցվածքները կարևոր են ցանկացած պետության համար։ Եթե տեսել եք վերջի շրջանում Իսպանիայում տեղի ունեցած blackout-ի պատճառով ըստ էության երկրի էներգետիկ համակարգը խաթարվեց եւ իսպանական կառավարությունը հիմա հարցադրումներ ունի, թե ինչպես անել, որպեսզի որևիցե եղանակով այս թվայնացման դարաշրջանում չբախվեն իրավիճակների հետ, որ էներգետիկ ռեսուրսները կարող են օգտագործվեն իջհարեն այս կամ այն ուժերի կողմից։ Հիմա մենք մտածում ենք դրա մասին, թե ինչպես ազգային հարստությունը դառնա իրոք ազգային հարստություն։ Ի վերջո, կարճ պոստսկրիպտում եկեղեցի բարերար հարաբերությունների վերաբերյալ, տեսեք, շատ ենք խոսում բարերարների մասին, իհարկե գնահատելի է բարերարի գործունեությունը, բայց Փարիզի հայ առաքելական եկեղեցում մի շատ հետաքրքիր ցուցակ կա։ Այնտեղ թվարկված են բարերարների անունները։ Եվ մի բարերար կա, որ իմ դուրը շատ է գալիս, որտեղ այդ անունների մեջ գրած է հետևյալ, օրինակ, չգիտեմ, Պողոսյան, Սիմոնյան եւ այլն, եւ մի կարճ գրառում։ Անհայտ
բարերար մ։ Բարերարությունը չի ենթարկում ընդգծես քո վեհությունը, բարերարությունը ենթադրում է նախ եւ առաջ ընդգծել եկեղեցու եւ Աստծո վեհությունը։ Աստված օգնական բոլորիս։